Հայաստանի մի շարք տնտեսվարողները ապրիլի 30-ից բախվել են Wildberries և օզոն հարթակներով վաճառքներ իրականացնելու սահմանափակումների։ Խնդրի մասին առաջիններից մեկը հայտնել է տնտեսվարող Շուշան Մկրտչյանը, նշելով, որ Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները առանց հստակ պատճառաբանության։ Նրա խոսքով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ վիճակում և պետական կառույցներից ակնկալում են պաշտոնական պարզաբանումներ։ Ավելի ուշ Wildberries-ը պարզաբանել է, որ իրավիճակը կապված է առանձին ապրանքատեսակների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության կիրառման հետ։ Իրավիճակը պայմանավորված է առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության կիրառմամբ։ Ապրիլի 20-ից Ռուսաստանում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխության և նոր պահանջների շրջանակում վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր։ Ռուսաստանի Դաշնության պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են վաճառվել սովորական ռեժիմով, իսկ հայ գործընկերների հետ քննարկվում են իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները։ Նշվում է, որ ստեղծված խնդիրը հարթելու համար հանդիպում է տեղի ունեցել ավելի քան 50 հայ ձեռնարկատիրոջ հետ։ Wildberries-ը Հայաստանում գործում է 2018 թվականից, իսկ օզոնը 2023 թվականից։ Այս հարթակների միջոցով հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն էին ստանում իրենց ապրանքները վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև արտաքին շուկայում։ Օզոնի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանը ևս անդրադարձել է խնդրին, նշելով, որ այն կապված է Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխության հետ։ Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը Ռուսաստանի Դաշնության հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի օզոնի պահեստերում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։ Խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ Wildberries-ի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած են հայաստանյան երկու ընդդիմադիր ուժեր։ Նախարարը նշել է, որ հարցն այնուամենայնիվ լուծվելու է։ Փաստ առաջին Wildberries-ի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան երկու ընդդիմադիր ուժ։ Փաստ 2. Խնդրից հատկապես ուրախացել եւ հրճվում են այդ երկու ուժերին սատարող ռևանշիստները, տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել։ Փաստ 3. Այս հարցն ենք լուծելու։ Դուք այս օրվան հասակ ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոց գրելով մենք շուտով կլուծենք հարցը։ Փաստ 4. Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն։ Այս պահին հիմնական պաշտոնական բացատրությունը մնում է մաքսային ձևակերպման նոր պահանջների և լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտության հանգամանքը։ Տնտեսվարողները սակայն շարունակում են սպասել հստակ ժամկետների և մեխանիզմների, թե երբ և ինչպես կվերականգնվի հայաստանյան ընկերությունների ապրանքների վաճառքը ռուսական շուկայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։